Քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը դեմ քվեարկեց կուսակցի Հայկ Սարգսյանի հեղինակած գումարով զինծառայությունը կրճատելու վերաբերյալ նախագծին։ Այն օրակարգում ներառելու հարցին կողմեր 3 դեմ 57 падգամավոր։ Սուրբ Աննա եկեղեցում Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ միջադեպի գործով անցնող Դավիթ Մինասյանին Նայիրի բժշկական կենտրոնից տարել են Արմավիթ քրեակատարողական հիմնարկ, հայտնել է նրա փաստաբանը։ Ավելի վաղ 18-ամյա երիտասարդի առողջական վիճակը վատանալու պատճառով նրան տեղափոխել էին բժշկական կենտրոն։ Անձն իր քվեն տալով քաղաքացիական պայմանագրի հակասահմանադրական կետ պարունակող հակաեկեղեցական ծրագրին ակամա մեղք է գործում եւ իրեն դուրս դնում առաքելական մեր Սուրբ եկեղեցուց, հայտարարել է Եզրաս arczepiskopos Ներսիսյանը։ Այսօր Ադրբեջանից դարձյալ Հայաստան կուղարկվի դիզելային վառելիքով 22 երկաթուղային վագոն։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան կուղարկվի պարարտանյութ տեղափոխող 4 վագոն։ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը պաշտոնական այցով ժամանել է Չինաստան, որտեղ նախատեսված են բանակցություններ Չինաստանի արտաքին գործերի նախարարի հետ։ Լիբանանն ու Իսրայելը այսօր բանակցություններ կանցկացնեն Վաշինգտոնում։ Հեզբոլլա շարժման գլխավոր քարտուղար Նաիմ Քասեբը կոչ է արել չեղյալ հայտարարել բանակցությունները նախքան դրանց սկսվելը, դրանք որակելով անօգուտ։ Այս գիշեր Իսրայելը շարունակել է Լիբանանի ռմբակոծությունները հարվածելով Թեբդին քաղաքի հիվանդանոցին։ Իսլամաբադում ԱՄՆ-ի հետ բանակցությունների ժամանակ Իրանը հանդես է եկել մինչև 5 տարի ժամկետով ուրանի հարստացումը դադարեցնելու առաջարկով։